Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հունիսի 13-ն է եւ սա որոշ չափով շտապ հաղորդում է, քանի որ մենք նոր տեղեկացանք հենց որ Իրանի վրա հարձակում է տեղի ունեցել։ Իսրայելը այնուամենայնիվ հարձակվեց Իրանի վրա եւ բավականին լուրջ հարված է իրականացրել Իսրայելը։ Այդ հարվածի ընթացքում իրենք թիրախավորել են Իրանի ատոմային օբյեկտները, Իրանի գիտնականներին եւ բարձր ռազմական ղեկավարությանը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուի խոսքերով իրենք թիրախավորել են Նաթանզում ուրանի հարստացման միջուկային այդ օբյեկտները եւ այս գործողությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ լինի։ Եվ նոր տեղեկություններ են ստացվում, որ բարձրաստիճան զինվորականներ, ինչպես արդեն ասացի, սպանվել այդ հարձակման ընթացքում։ Նախնական տեղեկություններով իրենց բնակարաններում են սպանվել այս բարձրաստիճան զինվորականները։ Հիմա այս պահին հələ դժվար է ասել, թե դա ավիահարվածների հետևանքով է եղել, թե հատուկ գործողություն է եղել, հատուկ օպերացիա։ Կարևոր է նշել, որ սպանվել է Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսի հրամանատար Հուսեյն Սալամին, որը որ սպառնում էր եւ հայտարարություններ էր անում Իսրայելի մասով, որ պետք է Իսրայելը ոչնչացնեն եւ կոչնչացնեն, եթե հարձակվի Իրանի վրա։ Այդ բարձր զինվորական հրամանատարին է փաստացի կարողացել Իսրայելը սպանել։ Դրանից բացի գլխավոր շտաբի ղեկավարը նույնպես սպանվել է, Մուհամմեդ Բագերին, եւ ելի մի շարք բարձրաստիճան զինվորականներ եւ գեներալներ արդեն հայտարարություն է արել այս մասով Իրանի հոգեվոր առաջնորդը։ Նա ասել է, որ թշնամու հարձակման հետևանքով զոհվել են մի շարք հրամանատարներ ու գեներալներ։ Այս ոճրագործությամբ սիոնիստական ռեժիմը իր համար դառը ու ցավալի ճակատագիր է պատրաստել։ Տեսնենք, թե ինչ է կարողանալու անել Իրանը, բայց այն, որ արդեն փաստացի տեղեկություններ է գալիս, որ այդ հարվածներից 1 ժամ առաջ են ոչնչացվել բարձրաստիճան զինվորականները իրենց իսկ տներում, դա կրկին խոսում է այն մասին, որ Իսրայելի հնարավորությունները շատ մեծ են եւ Իսրայելը փաստացի շատ լուրջ է նախապատրաստել այս գործողությունը, նախ սպանել է բոլոր ռազմական հրամանատարներին Իրանում, հետո նոր արդեն անցել է հատուկ օպերացիայի։ Կան նաեւ տեղեկություններ, որ Թեհրանում արդեն հարվածներից հետո, իսրայելական հարվածներից հետո առնվազն 5 խաղաղ բնակիչ է զոհվել եւ 20-ը վիրավորվել են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն շտապել է հայտարարել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներգրավված չեն այս ամենի մեջ, իսրայելական հարվածի մեջ ներգրավված չեն։ Իսրայելը իրենց տեղեկացրել էր, բայց իրենք չեն ներգրավված այդ պատերազմի մեջ։ Եվ ըստ Մարկո Ռուբիոյի Իսրայելը ասել է, որ այդ գործողությունը իրենց անհրաժեշտ է, որպեսզի իրենք կարողանան պաշտպանվել։ Այսինքն ինքնապաշտպանության համար է Իսրայելը դիմում այսպիսի գործողությունների, բայց Մարկո Ռուբիոն նշում է, որ հիմա իրանք ջանքեր ուղղված են նրա համար, որ իրենց բազաները անվտանգ լինեն, իրենց դիվանագիտական ծառայությունները անվտանգ լինեն։ Իրանի արտգործնախարարը եւս շտապ հայտարարությամբ է հանդես եկել, նա ասում է, որ Իսրայելի ագրեսիայի արձագանքելը Իրանի օրինական իրավունքն է, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։ Սիոնիստական ռեժիմը չէր կարող այս հարձակումը իրականացնել առանց ԱՄՆ-ի հավանության։ ԱՄՆ-ն որպես հիմնական աջակից նույնպես պատասխանատվություն է կայելու այս հարձակման համար։ Փաստացի սրանք են ամենաթարմ տեղեկությունները, որոնք որ ես կարող եմ ներկայացնել ձեզ այս պահին, բայց հիմա նաև փորձենք գտնել, թե ընդհանուր համացանցում ինչ նոր տեղեկություններ կան այս ռազմական գործողության վերաբերյալ։ Ես ամենայն անկեղծությամբ պետք է նշեմ, պատկերացնում էի, որ հունիսի 15-ից հետո տեղի կունենա այդ հարձակումը, քանի որ բանակցություններ էին նախապատրաստել արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի հետ, եւ մենք տեսնում ենք, որ այդ բանակցությունները փաստացի տեղի չեն ունենալու, տապալվում են, եւ Իսրայելը նախքան այդ բանակցություններին է հարձակվում։ Անկեղծ ասած, իսրայելցի տարբեր քաղաքագետների, փորձագետների եւ լրատվամիջոցների արձագանքից հստակ էր, որ Իսրայելը շատ արագ է գործողություն սկսելու։ Դա նաեւ պետք էր շատ արագ Նետանյահուին, քանի որ Նետանյահուի դիրքերը շատ էին թուլացել։ Քանի օր առաջ մենք խոսում էինք դրա մասին Արտյոմ Չեռնոմորյանի հետ,
իշխանությունը պահելու երևի թե միակ հնարավորություններն էր, միակ միջոցներից մեկն էր, եւ դրա համար այսպես արագ սրընթաց եւ շատ լուրջ գործողություն է ինքը հիմա իրականացնում ընդդեմ Իրանի։ Այս պահի դրությամբ սիրելի հայրենակիցներ, հիմնական տեղեկությունները սրանք են, այս տեղեկությունների հիման վրա մենք կարող ենք վերլուծել, որ այնուամենայնիվ Իսրայելը հարվածներ հասցրեց Նատանզայում Իրանի ատոմային օբյեկտների, այդտեղ որ Իրանը հարստացնում էր իր ուրանը, դրանց բացի 1-2 ժամ առաջ մինչև այդ հարձակումը բարձրաստիճան զինվորականներին, իսլամական կորպուսի հրամանատարներին, գլխավոր շտաբի ղեկավարին եւ էլի բարձրաստիճան գեներալների փաստացի կարողացավ ոչնչացնել Իսրայելը իրանց իսկ տների մեջ, այլևս ցուցադրում է իսրայելական հատուկ ծառայությունների բարձր պրոֆեսիոնալիզմը, որը որ վերջին տարիներին նրանք բազմիցս ապացուցել են, նաև Հեզբոլլահի մասով, ինչպես որ սպանում էին փեյջերների միջոցով Հեզբոլլահի առաջնորդներին, մենք այդ ամենը տեսել ենք եւ հիմա այս ծերի հարձակումը հստակ նշանակում է այն, որ հաստատի նաև փորձ է արվում գլխատել Իրանի զինվորականությանը, զինվորական ուժերին, որպեսզի Իրանը չկարողանա հակահարված հասցնել Իսրայելին։ Թե որքանով կկարողանա եւ ինչպես կկարողանա, դա արդեն մեծ հարց է, չեմ կարող ասել, տեսնենք, բայց այն որ հարձակումը շատ լուրջ հարձակում է եղել Իրանի վրա, դա արդեն փաստ է եւ սրան Իրանը չի կարող ուղղակի չարձագանքել։ Երկին նշեմ, չեմ կարող ասել ինչպես է արձագանքելու ինչ ձև, քանի որ ամենաբարձր հրամանատարական կազմը շարքից դուրս է եկել Իրանի եւ Իրանը միանշանակ շատ մեծ դժվարություններ է ունենալու նույնիսկ հրթիռների միջոցով կարողանալու հարվածել Իսրայելին։ Հիմա ամենակարևորը այն է, որ մենք կարողանանք ամեն ինչ անել, որպեսզի մեր մոտ Հայաստանի Հանրապետությունում, այլևս չեմ կարող ասել տարածաշրջանում, քանի որ խառնվել է տարածաշրջանը, Հայաստանում իրավիճակը մնա վերահսկելի, պաշտպանությունը մի քանի անգամով ավելացվի, որպեսզի Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտ գայթակղություն չառաջանա օգտվել առիթից եւ հարձակում իրականացնել Սյունիքի վրա։ Այս պայմանությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, եթե լինեն նոր կարևոր տեղեկություններ, մենք միանգամից կփորձենք ցես համար պատրաստել արդեն նոր հաղորդում։ Սա խիստ նախնական եւ շատ կարևոր տեղեկություն։ Սրանք շատ խիստ նախնական եւ կարևոր տեղեկություններ էին, դրա համար որոշեցի շատ շտապ պատրաստել այս հաղորդումը ցես համար։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։